Բարի ուշ երեկո, հարգելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ ԱԾ քրեակատարողական այս ծառայության դիմացի հատվածում, նոր մուտք գործել ԱԾ մեկուսարան, պարզվում է, որ մեկուսարանում հնարավորություն ունեն ինձ պայմաններ ստեղծելու, որպեսզի ես տեսակցեմ իմ վստահողի հետ, Վարդան Ղուկասյանի, և ես քանի որ ունեմ նաև մտավախություններ, որ պարոն Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկելի վատացել է, և այս պահին ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես նրա հետ տեսակցեմ, հիմք ընդունելով, որ իբրև թե տեղ չունեմ, որպեսզի ես այդ տեսակցությունը կարողանամ իրականացնել, բայց արդեն ինձ համար ակնհայտ է, որ տեղի է ունենում դիտավորություն, որպեսզի ես չկարողանամ տեսակցել իմ պաշտպանյալի հետ։ Ինչ է տեղի ունենում, հարգելի հայրենակից, ուրեմն ես ստացել եմ տեղեկատվություն, որ Կամո Մանուկյանը, այս քրեակատարողական հիմնարկների բժշկական գծով պատասխանատուն առողջապահության նախարարության Տիկին Ավանեսյան, ես հույս ունեմ, որ դուք էլ կնայեք այս եթերը, այդ առողջապահության ձեր նախարարության աշխատակից Կամո այդ բժիշկ է, թե ասում են մասնագիտության բժիշկ է, բայց տվյալ անձը պատասխան է ներկայացրել, համաձայն որի կեղծել է տեղեկատվությունը, այն տեղեկատվությունը, որը կապված է իմ վստահորդի առողջության հետ, և մենք ունենք Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հատուկ ցուցումներ բժշկական, թե ինչ պետք է արվեր, որպեսզի պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը լավանար, այլ ոչ թե վատարանար։ Ես այսօր նրան տեսակցել եմ և նրա առողջական վիճակը ինձ մտահոգել է, բայց այդ Կամո Մանուկյանը պատասխան է տրամադրել, որ պարոն Ղուկասյանը ունի թեպետ շաքարային դիաբետ, բայց թեթև տեսքով է այդ շաքարային դիաբետը, և այստեղ է բերել ինչ-որ երկու բժիշկներ, որոնք կեղծ տվյալներ են նաև տրամադրել իրեն, արգելելով պարոն Ղուկասյանին իր անձնական բժիշկների կողմից բուժօգնություն ստանալը։ Հիմա ես այստեղ եմ, ինձ թույլ չեն տալիս պարոն Թամարյան, այս քրեակատարողական ծառայության պետը։ Ես հենց հիմա ձեզ պահանջում եմ գալ քրեակատարողական ծառայություն և ցույց տալ ինձ այն խուցը, որտեղ պահվում է իմ պաշտպանյալը, որովհետև ես ունեմ մտավախություն, որ այդ խցում ինչ-որ նոր կալանավորներ են տեղափոխվել, և այդ նոր կալանավորներից ես չգիտեմ ինչ վտանգ կարող է սպառնալ նաև իմ պաշտպանյալին, միգուցե այդպես չէ, ես գիտեմ, որ այդպես չլինի, բայց այնուամենայնիվ ես ունեմ մտավախություններ, և այդ մտավախությունների մասին հիմա ես բարձրաձայնում եմ, և պահանջում եմ, որպեսզի դուք, պարոն Թամարյան, հենց հիմա գաք այստեղ և ցույց տաք և այն խուցը և կազմակերպեք իմ տեսակցությունը իմ վստահորդի հետ, պարոն Վարդան Ղուկասյանի հետ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ տարիներ առաջ տեղի էր ունեցել մահափորձ և Աստծու նաև կամոք պարոն Վարդան Ղուկասյանը ողջ էր մնացել, բայց այնուամենայնիվ այդ մտավախությունները և այդ սպանությունները և նաև նրա նկատմամբ սպանության այդ փորձը բացահայտված չէ։ Հիմա այս քրեակատարողական հիմնարկում ինչ է կատարվում, Աստված գիտի, և այս քրեակատարողական հիմնարկում ինձ ցույց չտվեցին, որպեսզի ես տեսակցեմ իմ պաշտպանյալի հետ։ Այստեղ արդեն դարձել է ինչ-որ արատավոր պրակտիկա, ինձ ասում են, որ տեղ չկա, իսկ ինչու չկա այստեղը։ Տիկին Սրփուի Գալյան, ես ձեզ դիմել էի քանի օր առաջ, ինչու այդ տեղը չեք ապահովում, որպեսզի ես կարողանամ անարգել կոնֆիդենցիալ տեսակցել իմ պաշտպանյալի հետ։ Ինչու՞մն է խնդիրը։ Ես ձեզ նամակներ, բողոքներ, դիմումներ, պահանջներ եմ ներկայացրել և նույնաբովանդակ պատասխաններ եք ինձ ներկայացնում առանց հիմքերի և առանց առարկան ուսումնասիրելու դիմումների, բողոքների և պահանջների։ Ես հասկանում եմ, որ դուք
դրա ժամանակը չունեք, բայց այնուամենայնիվ մի հսկա նախարարություն ձեր ձեռքի տակ աշխատում է եւ դուք պարտավոր եք պատասխանել իմ հարցերին։ Հիմա ես այստեղ սպասում եմ, տեսնեմ ինչ է տեղի ունենալու, արդյոք իմ պաշտպանյալի կյանքը